Բարի առավոտ սիրելիներս, մեզ մոտ առավոտ է, ժամը 11-ն է ու մենք տանից դուրս ենք եկել, գնում ենք մեր ընկերների դաչան, որը գտնվում է, ինչպես ասել ենք, անտառի մեջ։ Հիմա այսօր մեր բախտից տաք եղանակը շատ լավն է, արև պայծառ ու եղանակը տաքը։ Ու հիմա մենք ուղևորվել ենք ճանապարհ, մոտավորապես քանի ժամ է, մի ժամ, մոտավորապես 40 րոպեից մինչև 1 ժամ, նայած եթե ճանապարհները ազատ է, չնայած այսօր օրը Կիրակի է, հաստատ ազատ է լինելու։ Անտառում հեծանվորդները շատ են։ Հա, ճանապարհին շատ հեծանվորդներ են լինում ու ավելի շատ իրաք են խանգարում, որ մենք ավելի շուտ տեղ հասնենք։ Հիմա ճանապարհ ենք ընկել, ծածել մեզ հետ միասին կտանենք, ինչքան հնարավոր է մասնակից կդարձնենք ձեզ։ Անկեղծ ասած ճանապարհը ամառն է ավելի սիրուն լինում, չնայած հիմա էլ կանաչ կլինի էլի ծառերը։ Եթե սիրուն ճանապարհը սիրուն եղավ, անպայման ձեզ համար կնկարեմ։ Ամառը շատ սիրուն է լինում, հիմա չգիտեմ, դե արդեն աշնան վերջն է, ձմեռ է գալիս, բնականաբար ծառերը այդքան էլ սիրուն չի լինի։ Խոսքով ճանապարհ ենք ընկել, գնում ենք հանգստանալու։ Որ այնքան հեծանվորդներ կան։ Հա, ճանապարհին հանդիպեցինք, եթե փոքր sense հեռախոսը շատ տատանվի, կներեք ինձ, ճանապարհը շատ վատ է։ Հիմա համեցեք։ Ահա, տեսեք, դեմ դիմացից հենց գալիս է։ Շատ մեծ արագությամբ են իրան գալի, եթե արգելակ են էլ չեն հասցնելու։ Այսօր օրն է Կիրակի է, ավելի շատ են հեծանվորդները։ Անտառի մեջով այս ճանապարհով գնում ենք։ Ճանապարհը իհարկե շատ սիրուն է։ Հիմա էլ է սիրուն, ամառվա նման սիրուն է։ Այսպես մարդիկ ոտքովել են։ Ուղղակի քանի խոսերը շատ է։ Տատանվելու է հեռախոսը։ Օլա։ Ու անպայման ողջունում մարդիկ։ Նայ դիմացի հեծանվորդը գալիս է։ Այնքան զգուշ պետք է լինենք։ Ինչ արագությամբ են գալի։ Այնքան զգուշ պետք է լինենք, որ կարծում չես։ Այսօր այս մարդկանց հաճույքն է, զբաղմունքն է։ Չէ, բան չասեցի, ուղղակի այս ճանապարհին իրանք չեն կարող արգելակեն։ Մեզ էլ վտանգ են։ Ու հետաքրքիրը այն է, որ այստեղ կապը հող է։ Չէ՞։ Նայ, կապը հողոս է։ Հա։ Չնայած կամ մեքենա ոյս կուշ։ Ուրեմն դիքա բարձրանում են մեծ դժվարությամբ ու միանգամից իջնում են։ Դա իրանց համար չգիտեմ, հաճույք է։ Չմենակ ստեղ չի դե։
Հա, Տիպիտապը բարձանում են սարը, մի կեր բարձանում են ու խելագար արագությամբ իջնում։ Երևի հաճույք է իրանց համար էլի։ Հա, հենա, նայ դիմացինը մի կեր բարձրանում է։ Անցնեն։ Տեսեք Բեթմենը հեծանվող։ Մի կերպ խեղճը գնում է։ Այս 4 բոլորը շատ սիրուն է, ամառը ավելի սիրուն է լինում, բայց հիմա էլ սիրուն է, գեղեցկությունը մեկը ունի։ Կան շատ, մրգատու ծառեր կան։ Կամն է սպասում է, հլը։ Զգուշ։ Այդ առումով շատ վտանգավոր է, որ ամեն պահի կարող է մի հատ հեծանվորդ հանդիպես։ Ու շրջադարձի վրա։ Ահա, զգուշ։ Կոնետես ես շրջադարձի վրա իրանք մի քիչ ոնց որ դանդաղացնում են ընթացքը։ Մենք դեռ տանջվելով, բայց այս է սիրուն ճանապարհով չտեսարանով, ճանապարհը շատ վատն է։ Այս սիրուն տեսարանով գնում ենք։ Մեքենան ջարդելով, մենք էլ ջարդվելով։ Բայց տեսարանը, ճիշտ ասած մեզ ասել են այս ճանապարհը մի քիչ սարքել են, բայց ոչ չսարքել են։ Այս ճանապարհի մասին։ Առաջ անգամը չէ որ գնում ենք։ Մեր ընկերները ասեցին որ հա սարքել են, լավ արդեն։ Ոչ սարքել են։ Խոսքով տանջվելով, երևի ցես էլ տանջելով, որ անընդհատ կադրը հաստատ թրթրալու է, հավատացած եմ, բայց նկարում եմ չարած։ Քայլում են։ Ճանապարհին մեկ հեծանվորդ կարծես թե ընկել էր, որովհետև օգնում էին։ Լուզվել էր ճանապարհը։ Ճանապարհի եզրից լուզվել էր։ Ինձանից ձախ, հիմա կարաս ցույց տաս, տենան ծառերի բարձրությունը, որ ամենաքիչը մի 50 մետր անդունդա։ Ներքիվը, հա։ Ու հետաքրքիր է, մարդիկ էս ամտորի մեջ տուն են սարքել, ձիանոց կա սարքած, ցույց կտանք, անպայման կանգնենք միած ցույց տանք։ Հա, տեղ հասնենք։ Մեքենան չկոտրենք։ Որով խերով տեղ հասնենք։ Տարօրինակ էնա, որ մեր ընկերը Իրանը ոնց որ բանա, Toyota Avensis ավելի ցածր է այդ մեքենան։ Ինքն է մեզ ասում, որ այս ճանապարհը սարքեն, ինքը միշտ այս ճանապարհով է գնում գալիս։ Այս ճանապարհը ինչքան է սարքել, մեկը անտառի մեջ է սենց լինելով։
շարունակում ենք մեր ճանապարհը, այստեղ այդ զիանոցն է, բայց զիջկա եւ ցուրտը ձիերին տարել են ախորա կոչվում։ Ախոր։ Բայց շատ կոկիկ սիրուն սարքել են։ Հեծանվորդները միևնույն է կան։ Տեսեք։ Բայց չկացի։ Ամառն այստեղ որ անցնում ենք, միշտ ձիեր է լինում։ Սպասենք անցնի հեծանվորդը, որ նոր մենք անցնենք, այս ճանապարհն էլ է, չէ՞, վատ այսքան տեղը։ Տեսեք։ Էնեն։ Մոտիկացնեմ, այս թվում է երևում է ձիուկները։ Ուրեմն այս տարածքը ինչ որ մեկինն է, այս անտառը եւ այս ամբողջ հսկայական տարածքը։ Այս մարդը սարքել է ձիերի համար համապատասխան վայր, ախոր, արոտավայր, չգիտեմ։ Ու ասենք հարուստ մարդիկ ովքեր ձիեր ունեն, տեղ չունեն պահելու, բերում են իրան են տալի, ոնց որ, հա։ Այս մարդն վարձով որոշակի գումարի դիմաց պահում է այդ ձիերին։ Բայց շատ սիրուն կոկիկ։ Հա, ամեն շաբաթ կիրակի կամ երկուսում են այդ ձիերի տերերը գալիս են, իրանց ձիերի հետ զբաղվում են, մաքրում են, արշավում են անտառում։ Ձիերի հյուրանոցս սարքել, ոնցպես ասած ձիերի հյուրանոց։ Մեզ էլ շատ քիչ մնաց, որ հասնենք դեպքի վայր։ Հա, վերջապես հասնում ենք։ Տեսարանը սիրուն է, բայց ճանապարհը օգնացուցիչ է։ Չէ, երկու կողմի ճանապարհ կա, մյուսը հակառակ կողմից են գալի։ Գնանք։ Հա, հակառակ կողմից են գալի, այն կողմը ավելի հեշտ են գնում գալիս։ Ուղղակի բանով տարածությամբ 5 կիլոմետրի տարբերություն է տալու։ Ոչինչ, բայց գոնե այս աստիճան չի, այնտեղի ճանապարհը։ Մարդիկ ինչքան տներ են սարքեված։ Մի ժամանակ այս տունն էլ շնաբուծարան էր։ Այս տունը։ Հա։ Որ մի քիչ քաղաքակիրթ ճանապարհով ենք գնում։ Տեսեք հողի գույնը, կավա հող։ Այս երկու կողմը անցնում ենք։ Այս ինչ ֆոտնայ ճանապարհը։ Էքստրիմ ճանապարհով ենք գնում։ Հա։ Լրիվ։ Այս տեսարանը տեսեք ինչ սիրուն է։ Սա թանգարանային նմուշ է։ Հա։ Երկու խոսք եմ ուզում ասեմ, մեր այդ հողամաս ասացի վերաբերյալ, դա մերը չի, մեր սեփականը չի, մեր ընկերոջ հողամասն է, մեր ընկերն էլ ազգությամբ մոլդովացի է, իմ ընկերն է, որի հետ մենք ընկերություն ենք անում շուրջ 12 տարի։
առողջական պայմաններից ելնելով չի կարողանում արդեն դժվարանում է շարժվելը։ Խնդրեց մեզ, որ մենք ոնց ասեմ, նայենք, որ տունը չքանդվի, ուրիշները չմտնեն, թալանեն, գողանան։ Իսկ մենք 4 ընկերով որոշեցինք մի քիչ տեսքի բերենք, մի քիչ վերանորոգենք, մի քիչ կարգավորենք եւ օգտագործենք մեր համար, որպես ամառանոց։ Հողամասը ունի 5 հեկտար հողամաս։ Հող։ Որից 2 հեկտարը միայն զեյթունի ծառեր են, պտղատու ծառեր։ Հողամասում կա ամեն տիպի ծառ, ամեն ձևի ծառ կա, ամեն մրգի ծառ էլ կա։ Սերկեֆիլ, նուռ, խուրմա, նուշ, շլոր, տանձ, խնձոր, ինչ ասեմ, խաղող, ամեն ինչ էլ կա։ Մենք համարյա թե հասնում Հա, ենք։ ուղղակի պետք է մի քիչ Հեսա զեյթունի ծառերը տեսեք։ Հա, էսա։ Հեսա ավելի լավ գիրևա։ Ահա, Այս ամբողջը զեյթունի ծառերը։ Պետք է մշակենք, պետք է օգտագործենք։ Իդեպ անտառում շատ կան վայրի խոզեր, վարազներ, ինչ սորտի եղնիկ, ինչ տիպի եղնիկ, չեմ կարող ասեմ, վայրի այծեր, ու էլի շատ, կենթանություն շատ կա, հետի հետքերը թողում են, Կողը գործ են անում, չգիտեմ գերևա թե չէ, Ինչա՞։ տրակտորով աշխատում էին են կողմը տես։ ու ձախից սկսեց մեր Ու մենք ֆազենդը։ արդեն ֆոզենդը մեր։ Լավելի։ Մերը չի, բայց մենք ազատ կարողանում ենք գանք։ Եթե դու վերցնում ես հոգատար պետք է օգտագործես արդեն քո։ Իրանք էլ են գալիս, բայց մեզ էլ են, մենք էլ ենք օգտվում, գալիս ենք, ժամանակ ենք անցկացնում, ամառները շատ հաճելի է այստեղ։ Կողմի վրա, այս ամբողջը մեր ընկերոջ, մեր հողամասն է։ Այն կողմատես տրակտորով Հա, սանում էսի են։ իդեպ են ձիանոցի տիրոջինն է։ Հա, էս է լավ։ Հա, Արում սանում են։ Ու մենք տեղ հասանք։ Չեն եկե ոչ մեկ։ մենք տեղ հասանք, բայց մեր ընկերները դեռ չկան։ Առաջինը ստորեն մենք է գիտեինք, մենք ուշացել ենք։ Քամիա տես այստեղ։ Ու ամպում է։ Օ, եղանակը նորից մռայլվում է։ Տեղ ենք հասել արդեն, հրաշք սիրուն տեղ է, ափսոս տրակտորից էին լսվում, հուսով եմ միկրոֆոնով եմ չի լսվելու, ձեզ չի խանգարելու, շատ սիրուն է, բայց այստեղ քամիա ու ցուրտ է, շատ սիրուն տեղ է, մաքուր օդ, 4 բոլորը անտառ։ Հիմա մեր ընկերներն էլ արդեն եկան, տեսնենք ինչ ենք անում, նորից երևի կմիանամ ձեզ սիրուններս։ Տեսեք այստեղ ինչ լավ գործի ենք, պլեջ ենք անում, այս կողմներ սուրճն ենք եփում, այս կողմներ արդեն բանջարեղենը խորովել ենք ու ամենակարևորը այս է, ամենահամբովը։ Տեսեք այսօր մեր սիրուն քյաբաբները, ինչքան սիրուն են արդեն լինում, կողքից էլ լոլիկը։ Անպայման, առանց լոլիկի չի լինի։ Իբարը Բադոջանի շուտերը Սիրունացնում է։
Այստեղ արդեն պատրաստ է քյաբուբները ու որոշել են կրակի մոտ վայելել։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տուն ենք գնում, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Այս ճանապարհը կարգին ցիվիլ ճանապարհը։ Մենք դժվար, շատ դժվար ճանապարհով Հա, գնացինք։ ուղղակի ստե բոլորաններն են շատ։ Հա, շատ են, բայց կարգին ասֆալտած մի քիչ էր սկզբի մասներ քարքարոտ, բայց հիմա կարգին ասֆալտած ճանապարհը։ Չորս բոլորը էլի շատ սիրուն են, նույն տեսարանն է, ուղղակի ճանապարհը շատ լավն է այս անգամ։ Մի անգամ էլի այս ժամով եկել էինք նապաստակեր չէ մեր դիմաց անցնում, նապաստակեր անցնում էր դիմացով վազում էր, այստեղ ամեն րոպե կարող է և կենդանիներ հանդիպեն տարբեր։ Thank you.